Երևանի Դավթաշեն վարչական շրջանի Անաստաս Միկոյան 64 հասցեում նորակառույց համալիրի բնակիչները վճռական են տրամադրված։ Կառուցապատողից պահանջում են վերադարձնել այն գրեթե 4000 քառակուսի մետր հողատարածքը, որտեղ նախագծի համաձայն պետք է ենթակառուցվածքներ լինեին, բայց մի օր էլ օտարվել է այլ կազմակերպության։ Իրենց տեղեկություններով նոր շենք կառուցելու նպատակով։ Շեշտում են, դա իրենց բաժնային սեփականությունն է։ Ժորժ ջան, եկեք հասկանանք մի պարզ ճշմարտություն, հա։ Դա նույն բանն է, որ ես բնակարան եմ ձեռք բերել ու օրերից մի օր, երբ որ պետք է փոխանցման ակտով իմ սեփականության իրավունքը ինձ հանձնեն, պարզի, որ օրինակ պատշգամբը այլևս իմը չի, որովհետև դա նոր հասցե են տրամադրել ու վաճառել են ուրիշին կամ խոհանոցի հատվածը։ Դա նույն բանն է, մենք այդ հողի համար վճարել ենք։ Բնակիչներն ասում են, իրենք վճարել են բազմաֆունկցիոնալ համալիրում բնակարան ձեռք բերելու համար, որի նմանը Երևանում չկար, բայց նախապես ներկայացվածն ու խոստացվածը հետագայում աղճատվել է։ Նրանք շարունակ բողոքի ձայն են բարձրացնում, տարբեր գործողություններ ձեռնարկում։ Իրենց իսկ պահանջով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էր ընդունել նրանց։ Հանդիպմանը մասնակցել են նաև կառուցապատող ընկերության ներկայացուցիչները։ Բացի այն, որ քաղաքացիները կարծում են վճարել են պիտի ստանան, նաև շեշտում են։ Այդ հողամասը եթե հետ չգա, շահագործման թույլտվության օրինական ճանապարհով ստացումը դառնում է անհնարին, որովհետև դա էական շեղում է ու համաձայն կառավարության սահմանած կարգի այդ պարագայում շահագործման թույլտվություն չի կարող տրամադրվել։ Կառուցապատող ՆԵՎՍ Construction ընկերությունն ըստ նրա 4000 քառակուսի մետրի չափ տարածքն օտարել է իր հետ փոխկապակցված KR Build ընկերությանը եւ ցանկության դեպքում հետ ստանալը բարդ չի լինի։ Հանդիպման ընթացքում կառուցապատողները դա անել չեն խոստացել։ Ամեն դեպքում բնակիչները փոխանցում են քաղաքապետի խոսքերը, որ խնդրո առարկա տարածքը հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների տակ է ու արդեն իսկ ներառված է Երևանի գլխավոր հատակագծում, տվյալ հողամասով ու կառուցված շենքերով, հետևաբար փոփոխության ենթակա չէ։ Երևի կառուցապատողը չգիտեր, որ դա 60 հոդվածի տակ է այդ հողը։ Ոնց որ ես զգացի, որ իրանք հանկարծակի եկան։ Ու քաղաքապետը լավ խոսքեր ասեց, որ շատ մեծ ցանկության դեպքում էլ, եթե մենք ցանկանանք բոլորով, հնարավոր չէ այնտեղ ինչ-որ բան կառուցել։ Այսօրվա հիմնական արդյունքներից մեկը փոքր, լուսավոր կետը դա էր։ Թեպետ որոշակի խնդիրներ կան նաև բանկի մասով առաջնային գրավի հետ կապված, բայց կարծում են դա ավելի հեշտ լուծելի խնդիր է, քան օտարված տարածքի վերադարձը, ինչի հիման վրա իրենք կստորագրեն փոխանցման ակտերն ու կստանան սեփականության իրավունքը։ Բնակիչների հետ քաղաքապետի հանդիպումը փակ էր, դրանից հետո Տիգրան Ավինյանը Facebook-յան գրառում կատարեց։ Լսել եմ բնակիչներին մտահոգող առկա խնդիրներն ու առաջարկները հնարավոր լուծումների վերաբերյալ։ Վստահեցրել եմ, որ բացառվում է Անաստաս Միկոյան 64 հասցեից առանձնացված շուրջ 4000 քառակուսի մետր մակերեսով հողամասի սահմաններում կառուցապատման հնարավորությունը եւ հատուկ եմ գծել անհնարինության օրենսդրական պատճառները, այդ թվում Երևան քաղաքի 2024 թվականին հաստատված գլխավոր հատակագծով առկա սահմանափակումները։ Քաղաքապետը նաև հավելել է, օրենսդրության շրջանակում պատրաստ են օժանդակել ինչպես Անաստաս Միկոյան 64 հասցեի, այնպես էլ առանձնացված հասցեի հողամասի տարածքում համապատասխան աշխատանքային նախագծերով նախատեսված բարեկարգման աշխատանքների իրականացմանն ու շահագործման թույլտվության տրամադրման հարցում։ Աննա Զախարյան, Սեյրան Անտոնյան, լուրեր։